Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տանթև խնդրում եմ ներկայացնել, թե ժամը 3-ի դրությամբ ինչ ընտրախախտումներ են գրանցվել այս ընտրատեղամասում։ Կոնկրետ ժամը առավոտվանից սկսվել են ընտրախախտումները, ոչ միայն այս տեղամասում, գրեթե բոլոր տեղամասներում եղել են խախտումներ, օրինակ քիչ առաջ տեսեք նախկինում կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրինակ բարեկամը իրավունք չուներ մտնել խցիկ օգնելու ծեր մարդուն հիվանդություններ ունեցող, այսինքն քվեարկել չկարողացող անձին իր բարեկամը, իր մտերիմը իրավունք չուներ մտնելու օգնելու, սա գաղտնիության կոպիտ խախտում է, հիմա ընտրական պարզաբանում են հանձնաժողովի անդամները նախագահի գլխավորությամբ բազմաթիվ տեղերում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է այդ դեպքը, որ բարեկամը կարող է միջամտել օգնություն ցուցաբերել եւ նմանատիպ դեպքեր եղել են ամեն դեպքում խախտումներ մենք դա դիտարկել ենք որպես խախտում գրանցել ենք այդ ամենը կապ չունի թե կարմիր մեծ տառերով ինչ է գրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա գաղտնիության կոպիտ խախտում է որովհետեւ մարդը ընտրում է իրավունք ունի ընտրել գաղտնի իր ընտրության մասին չասել որևէ մեկին դա կլինի իր որդին աղջիկը տղան կեսուրը կեսրայրը կամ թորը մի խոսքով դա նորից եմ կրկնում շատ կոպիտ քվեարկության գաղտնիության խախտում է դրա համար նախկինում օրենքը այսպիսին էր անծանոթ մարդու դրսից հրավիրում էին խնդրում էին գալիս էին հանձնաժողովի նախագահի մոտ անձնագրով գրանցվում էին եւ օգնում էին քվեարկել չկարողացող անձնավորությանը սակայն մեծ կարմիր տառերով կենտրոնական ընտրական ինչպես ասեցի նշել է այդ խախտումն է համատարած, ասեմ, խախտումներ են կուտակումների տեսքով, այս տեղամասում էլ մինչ ես այլ վստահված անձ դրա մասին բարձրաձայնել էր, եսի մեջում դրել եմ, մարդիկ ուղղորդում են, գալիս են, այստեղ նստում են, կուտակում են, սովորական դասական իշխանության կողմից իրենց վարչական լծակներն ու իրենց իշխանությունը օգտագործելու միջոցներ, ուղղորդել, կուտակումներ անել, նույն բանը, ինչ կատարվել է ցանկացած տիմ ընտրություններում Համեմատաբար պետք է ասեմ համեմատած Գյումրիի նախկին ընտրությունների, այստեղ ավելի թեթև է, ավելի հանգիստ է տեղի ունենում այնտեղ առավոտ 8-ից փորձում էին ընտրությունների իմիտացիա գոնե ստեղծել, այստեղ այդ իմիտացիան կա, ճիշտ է խախտումներով, բայց գոնե ընտրության իմիտացիան կա Էլ ինչ շատ տեղամասներում են խախտումներ տեղի ունեցել, եղել է որ ուղղորդել են ընտրողին դրա մասին արդեն գրանցվել են, խախտումները գրանցվել են գրանցամատյանում, ես նաև որպես հայրենի կուսակցության վստահված անձ եւ հայրենի կուսակցության անդամ, մեր կուսակցության անդամ վստահված անձինք տարբեր տեղերից արդեն տեղեկացրել են բազմաթիվ խախտումների մասին, դրա մասին նաեւ տեղեկացրել ենք հանրությանը, հիմնականում ուղղորդելն է, օգնելը, գաղտնիության բացահայտ բանը թերթիկները ձեռքին դուրս են գալիս եւ պարզ երևում է որ ում են ընտրել որ թերթիկն են դնում ծրարի մեջ դա էլի գաղտնիության խախտում է եւ պետք է գրանցվի խախտում եւ քվեաթերթիկը ճանաչվի անվավեր Այդ մասին արդեն հայտնել են մեզ տարբեր այս տեղամասում չի ելել տարբեր տեղամասերից ասել ենք որ խախտումը գրանցեն գրանցամատյաններում եւ հուսամ որ հաշվի կառնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 14 կոտորակ 13 ընտրատեղամասում ենք այստեղ առավոտից քանի անձ է քվեարկությանը մասնակցել ունեք տեղեկություն Այս պահին գրել էի բայց որ սպասեք մի րոպե Չէ, այս պահի դրությամբ արդեն անցել է 488, հա, 488, քիչ առաջ 488 էր մինչ իմ գալը, ճիշտ ասած քիչ առաջ եմ ես եկել կոնկրետ այս տեղամաս։
Իսկ ասեմ, որ իմ գնահատականով ավելի пассив է ընտրությունները, ես ավելի, այսպես ասած, շահագրգռված չեն, նաև ասեմ, վերադառնամ Քարոզ Արշավին, այս պատկերը նաև կարելի էր դիտա մտածել, որ այսպես էլ պիտի լինի, որովհետև հիասթափված էին, ասում էին, որ խաբել են, այսքան տարի իշխանությունները, մնացածները եկել են, խոստումներ են տվել, չեն կատարել, պետք է մտածենք, բայց ամեն դեպքում մենք ամենաեռուն, ամենաուրախ ժամանակին քաղաքում ենք, վաղարշապատում, եւ ես մտածում եմ, որ ամեն դեպքում պետք է սպասել մարդկանց բարձր տրամադրությամբ, այսպես տոնական ձևով, ոնց որ միշտ է եղել գնային ընտրությունների իրենց համայնքապետին, համայնքի ղեկավարին ընտրեին, ցավոք այդ պատկերը մենք չենք տեսնում, пассивություն կա ընտրողների միջև, ընտրատեղամասերում пассивություններ ա տիրում, բայց հուսանք, որ օրվա կեսից հետո է արդեն կփոխվի։ Ձեզ եմ շնորհակալ։